Հորմուզի նեղուցը դեռ վերջնականապես չի փակվել, բայց մի քանի ժամում նավթի համաշխարհային գինն արդեն բարձրացել է մոտ 20%-ով, հասել $77։ Մասնագետների կարծիքով առաջիկա օրերի ընթացքում այն կարող է հասնել մինչև $100 մեկ բարելի դիմաց։ Իրանի մեջլիսը Կիրակի միաձայն որոշեց փակել Հորմուզի նեղուցը այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները բացահայտ միացավ Իրան-իսրայելական պատերազմին։ Կարողացել են ճնշել, որ այդ տարածաշրջանում այսպես կոչված GPS սիգնալները չեն աշխատում։ Իսկ բոլոր նավերը, որոնք հատում են Հորմուզի նեղուցը, իրանք կարիք ունեն GPS սիգնալների։ Առանց դրա իրանք դժվարությամբ են շարժում։ Արմեն Մանվելյանի դիտարկմամբ թվային բլոկադան ազդելու է մոտավորապես 1000 նավի վրա։ Նա չի բացառում, որ կոնֆլիկտի շարունակականության եւ Հորմուզի վերջնական փակման դեպքում կառաջանան տնտեսական եւ լոգիստիկ լրջագույն խնդիրներ։ Սա արդեն իսկապես համաշխարհային տնտեսության վրա ազդող գործընթաց է։ Պլյուս ասենք թե մենք պիտի միշտ հաշվի առնենք, որ օրինակ ամերիկացիները շատ նյարդային են վերաբերվում, երբ որ բենզինի գները սկսում են թարկանալ։ Ժամանակին հենց Տրամպը դրա վրա էր անում, որ ասենք թե Բայդենի քաղաքականության արդյունքում բենզինի գները բարձրացել է եւ իսկապես բարձրացել էր, եւ որը նրան հնարավորություն տվեց գալ իշխանության։ Միացյալ Նահանգներն ունի սեփական նավթարդյունաբերություն եւ արտաքին շուկաներում ավելի բարձր գնով նավթ վաճառելով կարող է կոմպենսացնել ներկրվող նավթի համար վճարվող բարձր գինը, ինչը եւ թույլ կտա նրան պահպանել դիրքերը համաշխարհային շուկայում։ Նրա կախվածությունը Մերձավոր Արևելքից իրականացվող մատակարարումներից այսօր նվազել է։ Այս ամենից զատ կան պետություններ, որ կշահեն այս իրավիճակից։ Ռուսաստանի Դաշնությունը առաջին հերթին դրանց խոշոր կերպով շահում է։ Մեծ թշնամի պետությունը Ադրբեջանը որոշ չափով շահում, չնայած խոշոր արտահանող չէ, բայց այնուամենայնիվ իր հիմնական եկամուտները գալիս է նավթի վաճառքից։ Իր եկամուտների 85%-ը հենց նավթի վաճառքից է գալիս եւ այս քաոսը իհարկե բավականին բացասաբար է ազդում նավթի շուկայով։ Իդեպ նշեմ, որ Հորմուզով արտահանվում է մոտապես համաշխարհային նավթի 20%-ը եւ համաշխարհային գազի 30%-ը։ Այսինքն Քաթարը կախված է Հորմուզից, աշխարհի ամենախոշոր հեղուկացված գազ արտահանող պետությունն է։ Իր հերթին Հորմուզի փակման դեպքում դադարեցվում է նաև հեղուկ գազի արտահանումը Քաթարից Եվրոպա։ Միացյալ Նահանգների համար սա եւս լավ հնարավորություն է եվրոպական շուկաներում սեփական կշիռն ավելացնելու համար։ Նեղուցի փակումը կարող է հարված հասցնել նաև Չինաստանի տնտեսությանը։ Հենց այստեղով է Իրանը օրական մոտ 2 միլիոն բարել նավթ արտահանում Չինաստան։ Հետևաբար Հորմուզի պարալիզացումը կարող է բխել նաև Միացյալ Նահանգների շահերից, հաշվի առնելով Չինաստանի դեմ մղվող առևտրային պատերազմը։ Ի վերջո փորձագետի նեղուցի վերջնական փակել-չփակելու հարցը կախված է այն բանից, թե որքան կսեղմվի օղակը Իրանի շուրջ։ Նարնե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։